Ռուս գործընկերներն են կարծեք թե շատ ծանր տանում, հա, Թրիպիատությունը, մասնավորապես Վլադիմիր Մեդվեդևը, ոչ ուղղակի իհարկե մեջբերում Ռուսկը, որ եթե Հայաստանը այլևս հետաքրքրություն չներկայացնի, Դմիտրի Մեդվեդևը երևի։ Հա։ Նա երես կթեքի Հայաստանից։ Նորից կասեք այդպես։ Եթե Հայաստան այլևս հետաքրքրություն չներկայացնի ամերիկացիների համար, երես կթեքի։ Ուզում եմ հասկացա, Ժորժ ջան, ապա շրջափակման օրակարգը եւ հատկապես TRIP նախագիծը շատ կարևոր նախագիծ է, որի շահառուն այո առաջին հերթին իհարկե Հայաստանի Հանրապետությունն է, բայց սա մի նախագիծ է, որը հետաքրքրում է բոլորին, արևմուտքից արևելք եւ այնպիսի կապիտալ ներդրումներ են իրականացվում, որոնք ցույց են դնում, որ նույնիսկ Միացյալ Նահանգներում տարբեր կուսակցությունների հաղթանակի եւ պարտության պարագայում այս նախագիծը մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ կարծեմ ձեր կողմից նշված պաշտոնյայի ձևակերպումները առնվազն ճշգրիտ չէ։ Տիկին Ղազարյան, ուզում եմ մի հարցել հարցնել ապաշրջափակման հետ կապված։ Հիմա TRIP-ի կառուցումը մինչև չավարտվի ընդհանուր ճանապարհները այսպես մնալու են, սինխրոն են բացվելու այդ ամբողջ ճանապարհները, ինչպես է մենք Հայաստան-Թուրքիա բանակցություններ կան ապաշրջափակման վերաբերյալ եւ ինչպես նախկինում ասել եք, մենք Հայաստան-Թուրքիա ուրեմն ապաշրջափակման եւ առհասարակ օրակարգի վերաբերող հարցեր չենք կապում մեր այլ պետությունների հետ բանակցվող հարցերի, այսինքն մենք ակնկալում ենք, որ սրանք իրարից անկախ տեղ ունեցող գործընթացներ են եւ չէինք ցանկանա, որպեսզի մի կողմից ապաշրջափակումը կախված լիներ մյուս պետության հետ ապաշրջափակումից։ Տիկին Ղազարյան, հաշվի առնելով այս վերջին հանդիպումները, հա, վարչապետի մակարդակով կամ ընդհանրապես խոսակցությունների TRIP-ի, ըստ կարող ենք ասել, որ այդ ժամկետը, որ աշնանը կտեսնեինք աշխատանքները, պահպանվում է։ Մենք ամեն բան կանենք, որպեսզի հռչակված ժամկետների մեջ մնանք, բայց դուք գիտեք, խոսքը գնում է մեծ նախագծի մասին, մեգա նախագծի տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող նախագծի մասին եւ այս կապակցությամբ կարող են իհարկե ձգձգումներ լինեն, բայց ել եմ ասում, դուք տեսնում եք նաեւ ինտենսիվ աշխատանքներ եւ ամեն բան արվում է, որպեսզի մեր ապաշրջափակումը օր առաջ տեղի ունենա։